Բարև ձեզ սիրելի բարեկամներ, մեկնարկում է նոր YouTube-յան ալիքը, որը կոչվում է Armix News եւ նոր հեղինակային հաղորդաշարը, որը մենք որոշել ենք անվանել Ժամանակի ձայնը։ Եվ այսօր մեր տաղավարում է մեր առաջին զրուցակիցն է թատրոնի եւ կինոյի սիրված արտիստ, Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը։ Պարոն Ալեքսանյան, բարև ձեզ եւ շնորհակալություն, որ մեր տաղավարում եք, ընդունել եք մեր հրավերը։ Աստծո բարին, ես էլ մաղթում եմ ձեզ միշտ կապույտ եթեր, կանաչ ճանապարհ, այս ձեր նոր նախագծի ինչպես էր կոչվում։ Ժամանակի ձայնը։ Ժամանակի ձայնը։ Դա Աստված ժամանակի ձայնը միշտ հնչի ձեր տաղավարից։ Այո։ Եվ ձեզ հետ պիտի նայեմ մենք կարողանանք հասկանալ, իմաստավորել, թե որն է ժամանակի իրական ձայնը, գուցե այսպես ասեմ, անկեղծ ձայնը, անմիջական ձայնը, եւ որոնք են այն ձայները, որոնք ոչ անկեղծ են, ոչ անմիջական են, ոչ էլ իրական, որովհետեւ հիմա ձայներ շատ կան, չէ, այս մեր աղմկոտ իրականության մեջ լայն իմաստով, փիլիսոփայական, ուղակի թե անուղակի իմաստով, բայց երևի թե մենք ձեզ հետ բոլորն եկել են ձայն փախցնելու։ Լավ ասեցիք, այո, մանավանդ մոտենում են, այո, ձայն փախցնելու ժամանակները, հիմիկվանից էլ արդեն այո, սկսել են ձայն փախցնելու գործընթացը։ Շատ մեծ հնարավորություն ունեք մարդկանց հրավիրելու ու խոսելու այդ ձայներից եւ ձայն փախցնելու։ Եվ ձայն փախցնելու, այո։ Բայց Աստված տա ձայն փախցնողները քիչ լինեն եւ իրական ձայն ստացողները, անկեղծ ձայներ ստացողները շատ լինեն։ Եթե կհամաձայնվեն, մի քիչ դժվար է համաձայնվել, որովհետև իրականում այդ տեսակ այո բաները շատ հազվադեպ եւ դժվար եւ բարդ է լինում, որովհետև ժամանակը իր ուղեցրից դուրս է եկել։ Բաղուց ժամանակը դուրս է եկել իր շավից, ինչպես կասեր, չէ՞։ Ուղեցրից, այո։ Ուղեցրից, այո։ Բանա Շեքսպիր պապինա Շեքսպիր պապիկն իր աշխատությունների մեջ ասում։ Այո։ Պարոն Ալեքսանյան, եթե Գարեգին Նժդեհը ողջ լիներ հիմա, ինչ ուղերձ կունենար հայ ժողովրդին, ըստ ձեզ։ Ես նորից, ինչպես մեր առաջին հանդիպման ժամանակ, իհարկե շեշտելով ձեր հրաշալի դերակատարումը, եթերից առաջ էլ, որ մենք զրուցում ենք, ես նորից չկարողացա իմ հիացմունքը թաքցնել ձեր հրաշալի դերակատարման հետ կապված, դա անկեղծ է, դա գոնե ձայն փախցնելու համար չի կամ հաջողանալու համար չի, դա անկեղծ է։ Ինչ կուզենար ասեր այսօր այդ մեծ հայրենին, որի ձայնը իմ կարծիքով երբեք չի կարող կեղծ լինել։ Դե ինքը այն ժամանակ էլ հիմա նույն բանը կատարվում է։ Ուղղակի ժամանակների փոփոխություն է։ Այն ժամանակ ինքը էլի ասում էր, չէ, ասում էր Աբիրախտ ժողովուրդ, ասում էր, ես ձեզ ասեցի, դուք պետք է ականջ ունենաք, որ լսեիք, էլի։ Ու երկրորդ ասելով, ու հաջորդ միտքն էլ նայեն, որ եթե ուզում ես ունենալ բարեկիրթ, եթե ուզում ես ունենալ հասուն, եթե ուզում ես ունենալ ազգասեր հասարակություն, պետք է զբաղվես վերադաստիարակությամբ ազգի։ Պետք է մանկապարտեզից մինչև 25 տարի, որ լրանում է, այդ տարիքային այդ տարբերության մեջ պետք է կարողանաս սերունդ դաստիարակել, որպեսզի կարողանաս քո հայրենիքը, քո հողնջուրը պահել։ Այլ չեմ ասում լեզուն։ Կարելի ասել Տիգրան Մեծից հետո սկսեցինք հեռանալ, այսինքն երբ որ սկսեցին մասնատել հայրենիքը կամաց Էրզրումը, դե չգիտեմ, Ղարսը վաճառել եւ այլն, մինչեւ եկանք ասանք մի բուր Երևանին։ Բա ինչի այդպես եղավ, պարոն Ալեքսանյան ջան, ախր ինչպես կասեր Համոսահյանը, ախր մենք լավն էինք, ինչու այսքան մանրացանք, չէ, այդպիսի տողեր ունի, չէ, մեր մեծ հայրենիք, ինչի Համոսահյանին, որ մենք լավն էինք, ով ասել որ մենք լավն ենք։ Երևի սիրել այլի երկիրը շատ ասել։ Երկիրը սիրել ուրիշ բան է, մենք լավն ենք, դա լրիվ ուրիշ հասկացողություն է։ Մենք միշտ մեզ խաբել ենք, որ մենք լավն ենք, մենք հանճարեղ ենք, մենք էս ենք, մենք այն ենք, աշխարհում չկա մեր նմանը, մեզնից բացի, մեզնից զատ եւ այլն։ Ես ասել եմ ու էլի կասեմ, չնայած իմ բոլոր տարաձայնություններին,
Նիկոլ Փաշինյանը, որ եկավ որպես վարչապետ, ես դա էլ կասեմ, ինչպես եկավ որպես վարչապետ, ինքը փաստացի, սկսած իրենից, վերջացրած ինձանով եւ ձեզանով, բացեց ամբողջ ազգի, մի ողջ ազգի էությունը։ Դիմակները պատրեց մարդկանց, այսինքն, եթե հայր ու տղա շփվում էին իրար հետ իբրև հայր ու տղա, ընդཐུպ մինչև պատրեց այն դիմակը, որ հայր ու տղա, իրար հայր ու տղա չեն վերաբերվում որպես հայր ու տղա, իրար նայում են որպես շահի աղբյուր, օրինակ եմ բերում դա։ Բացեց, պատրեց բոլորի դիմակները, էլ եմ կրկնում, սկսած իրենից, վերջացրած մեզանով։ Էությունը ամեն մեկի անհատապես 10 միլիոն ենք, թե 14 միլիոն ենք, ես չգիտեմ, թե 18 միլիոն ենք աշխարհում, ամեն մեկի անհատապես էությունը բացվեց։ Այդ դրա համար մենք չենք կարող, ոնց կարող է պատահի։ Դու այսքան ժամանակ ես հարգում եմ Համո Սահյանին, բայց մենք լավն ենք, չէ, հեչ լավ, ակազվիցը բանից պարզվում է, մենք խաբել ենք ինքներս մեզ, որ մենք լավն ենք, եթե լավն ենք, ինչի ես հասանք ես վիճակին, ով էր ասեց, կներեք, կարծեմ Ալիևն էր ասել մեծ Ալիևը, Եյդար Ալիևն էր ասել, տվեք հայերին, զենք և փող, իրանք իրար կսպանեն, վերջ, այդտեղ ամեն ինչ արդեն գալիս է վերջանում է։ Բայց ախր հաղթանակներ ենք, չէ՞ ունեցել։ Միասնության շնորհիվ 600 տարի որտեղից հաղթանակ ունեցել։ Արցախյան պատերազմով դա ինչ հաղթանակ է։ Մասնակիցներից մեկն էլ դուք եք։ Հա, բայց դա ինչ հաղթանակ դա։ Դա շատ կներեք էլի։ Գիտեք ինչ կան։ Երևի Համո Սահյանը նկատի է ունեցել լավին, այ դուք էլ եք սիրում, չէ՞ մեր լավ տեսակը, ուզեցել է ասել, որ մենք ախր լավը ունենք, ախր մենք կարողացել ենք մեր լավի շնորհիվ ստեղծել այսքան լավ բաներ, բա ինչի այսքան մանրացանք ու ինչի հասանք այսօրի։ Մենք հաղթանակ ունեցանք, բայց չկարողացանք պահել։ Դժվարը պահելն է։ Այո։ Ունենալը կունենաս, կարաս լինես վաստակավոր արտիստ, ժողովրդական արտիստ, բայց դրա պահելն է դժվար։ Կարաս լինես լավ մարդ, բայց դրա պահելն է դժվար։ Հասկանում եք։ Մենք հետևանքներն ենք միշտ բանանում, իցույց դնում։ Դրսից խանգարեցին, որ մենք չկարողանանք պահել դրանից միշտ պետք է խանգարեն ու խանգարում են, մինչև այսօր էլ որովհետև, բայց մենք ինչի ենք այդքան միամիտ։ Մենք միամիտ ենք, թե միամիտ ենք ձևանում։ Այո, բայց պետք է խանգարեն, բա։ Ես կասեի, թե միամիտել ենք, թե միամիտ ենք, գուցե նաև ձևանում, թե նաև չենք կարողանում, գուցե, եթե կհամաձայնվեք ինձ հետ, կողմնորոշվել այս մեծերի աշխարհ քաղաքական մեծ խաղերում եւ ոտնատակ են գնում։ Ինչ կասեք։ Նայեք, տեսեք։ Այո, պետք է հաշվի նստել։ Բայց հաշվի չենք նստում, չէ։ Հենց դա եմ ուզում ասել։ Ռուսները սրիկա են, ամերիկացին սրիկա է, թուրքը սրիկա է, մյուս այլհա բոլորին իր հանդեպ մատ թափ տալու դու ով ես, չէ՞։ Այսպես էլ անեկդոտ պատմեմ, ուրեմն լրիվ կգնի տեղը ինձ թվում է։ Ռուսները սրիկա են, ամերիկացիները սրիկա են, եվրոպացիները սրիկա են, հրեաները սրիկա են, Պողոսը սրիկա է, Պետրոսը սրիկա է։ Ագրավը ուրեմն բուն ունի։ Անընդհատ գալիս է, ասում է, այս բրիցս հոտ է գալի, թռնում է, գնում է ուրիշ տեղ է բուն սարքում, էլի ասում է, փու, ասում է, այս բնից հոտ է գալի, թռնում գնում ուրիշ տեղ է բուն սարքում, էլի փու, ասում է, ստեղից հոտ է գալի, պարզվում է, որ բնից չի, իր կամակից է հոտ գալիս, այ դա է, հենց այդ նույն վիճակով, այդ նույն վիճակը տարբերություն չկա։ Կկվի բունն է փտած, կկում բնից է փտած, բայց միշտ սխալը գցում է ուրիշի գրպան, հա։ Այդքան բան։ Էդ էլ կա, էդ էլ է փիլիսոփայություն, չէ, ապրելու։ Բոլորը մեղավոր են, բացի մեզանից։ Չի կարելի, սկզբից քո աչքի գերանը բոլորը մեզ ծախել են, բոլորը Արցախը ծախեցին, բացի մեր մեղավորությունը ընդունելից, բացի մեզանից։ Մենք սուրբ ենք, պարոն Ալեքսանդր։ Մենք ենք մեղավոր, որ Արցախը վաճառվեց։
Մենք ենք մեղավոր, որ պատերազմը այս տեսակ ընթացավ։ Մենք ենք մեղավոր, որ չկարողացանք պահել։ Ասում են Գիտեք ինչ կա։ Ասում են այս բաները, քպականները sense բան են ասում։ Նա ասում են։ Իրանք ասում են, եթե մենք չլինենք, պատերազմ կլինի, եթե մենք չլինենք խաղաղություն չի լինի, եթե մենք չլինենք, բայց ասենք իրանք չեն ասում, որ եթե իրանք չլինեն, խաղաղություն կլինի, թե չի լինի։ Չէ, իրանք ասում են, եթե մենք չլինենք, ըստ էության, խաղաղություն չի լինի, կլինի պատերազմ։ Ես այդպես եմ հասկացել, չգիտեմ, դուք ոնց եք հասկացել։ Ասեմ, ուրեմն Գանք Շեքսպիրին մի հատ։ Դեռ ավելի եւ պետականություն կկորցնեն, կդառնան գուբերնիա, կդառնանք չգիտեմ ինչ։ Ուրեմն եկեք շնորհակալություն հայտնենք։ Այն ինչ ձեռքբերում իրանք ունեցել են։ Մաղթենք, որ ամեն մի քաղաքական գործիչ երկու անգամ կարող է իրավունք ունենա ղեկավարելու երկիրը։ Երրորդ անգամ իրավունք չունենա։ Ով ինչ ձեռքբերում ունեցել է, հայտնենք շնորհակալություն, վերցնենք էստաֆետը ու փոխանցենք ուրիշին, տեսնենք այդ ուրիշը այդ էստաֆետը այդ բանը ուր կհասցնի, ցուցաբայտեմ ուր կհասցնի։ Օրինակ ըստ ձեր արդեն այս միտքը բերեց իմ երկրորդ հարցին։ Դուք հանկարծես թե զգացիք, որ երկրորդ հարցը սա է լինելու, այսպես։ Կա ըստ ձեզ ամենայն հարգանքով այն բոլոր քաղաքական ուժերի հանդեպ, ովքեր իրական հայկական օրակարգի, ազգային օրակարգի ուժերն են։ Տեսնում եք հիմա ձեզ, եթե ավելի կոնկրետացնենք, որևէ քաղաքական ուժ, որը կարող է այսօր առաջնորդել Հայաստանը եւ երկիրը տանել դեպի զարգացման եւ բարգավաճման ուղիով։ Այո, կա, բայց թույլ տվեք ես չբարձրաձայնեմ։ Չեմ ուզում, ժամանակը կգա կբարձրաձայնեմ, բայց այդ ձեր նշած ուժերը, ովքեր որ զարգացնեն, ովքեր որ կլինեն ազգային ուժեր, այսինքն երրորդ ուժը կլինի կա այդ տեսակ ուժ, հուսով եմ, որ մոտ ժամանակներս իրանք ձայն կտան։ Համենայն դեպս կան, այդ ձեր հարցին պատասխանեմ կան ուժեր։ Նայեք, տեսեք, մեկ էլ գիտեք ինչն է հետաքրքիր հիմա։ Մեզ թվաց, թե մենք ենք ընտրել բանը, չէ, վարչապետ։ Մենք ենք տերը մեր երկրի։ Դուք տերը չեք ձեր երկրի, ոչ ձեր երկրի, ոչ էլ ձեր մարմնի։ Իշխող ուժներ ասում։ Մենք ստրուկներն ենք այս աշխարհի, ավելի շատ կսազի։ Բայց իհարկե, թե չէ մենք ենք տերը մեր երկրի, ինչ շուտենց դուխով մի անգամից բաներ եք վերցնում ձեր վրա։ Ոչ մեկ տերը չի այս երկրի։ Այն ինչ կա, սա պատկանում է այս երկրին։ Ոչ մեկ իր հետ ոչ մի բան էլ չի տանելու։ Նախ եւ առաջ սկսենք տեղից, որ այդ ոսկին եւ արծաթը որ կա, այդ ոչ մեկ իր հետ չի տանելու, ամբողջը մնալու են ստեղ։ Ավելավը դու այն տեսակ գործ անես, որ քո անունը ոսկե տարերով գրես այս պատմության մեջ։ Դրա համար պետք է աշխատել, դրա համար պետք է մտածել։ Իսկ այն ինչ վերաբերում է, որ վարչապետ ընտրելուն, ես պրոստը գիտեք ինչ, մինչև հիմա զարմանում եմ, որ մեր հասարակությունը տարբեր շերտեր հասարակության մտածում են, որ այո, իրանք են ընտրել վարչապետ։ Դուք ո՞նց եք կարծում, մենք ենք ընտրել վարչապետ։ Ֆորմալ իմաստով, պարոն Ալեքսանյան ջան, ֆորմալ իմաստով ըստ էության նույնիսկ եթե վերցնում ենք առաջի ֆորմալ հայացքով, ընդդիմադիր ուժերն էլ չեն ժխտում, որ վերջին երկու համենայն դեպս համապետական ընտրությունները օրինական լեգիտիմ ընտրություններ են եւ գործող իշխանությունները օրինական իշխանություններ են։ Անկախ նրանից հիմա դուք կասեք լավ, վատ, այլ խոսակցություն, բայց օրինական ընտրված իշխանություններ են եւ ասում են, որ դե տեսակ էլ արդեն մենք չենք հիշում այն ժամանակները, երբ անընդհատ խոսում էինք ընտրություններ են կեղծում, կա շարքա բաժանվում, փողա բաժանվում, հիմա գոնե իրավիճակը փոխվել, ինչ կարծիք եք։ Okay, օրինական ընտրություն եք ասում, ճիշտ է։ Այո, այո։
Ընտրված են էլի ասենք։ Չէ, հեղափոխությունը ասում են արեցինք, մենք այսպես ասած կազմակերպեցինք այն մոնղոլ թաթարական, չէ, այսպես ինչպես ժամանակին էին ասում։ Արդյոք բռնապետական, սերժահանդրապետական ստրկությունը եւ հարցը ձեզ, արդյոք։ Բա ես հարցիրով ուզում եմ ձեր կարծիքը։ Բա իհարկե ոչ։ Այսինքն բան չի փոխվել։ Փոխվելու մասին չի խոսքը։ Այդ առումով։ Փոխվելու մասին չի խոսքը, այստեղ հարցը խնդիրը գիտեք ինչու՞մ է որ։ Եթե դու հեղափոխություն ես անում, հեղափոխություն աշխարհում չկա հեղափոխություն, որ արյունահեղությամբ չլինի, արյուն չթափվի։ Սա հեղափոխություն չի։ Սա ասենք իշխանափոխություն է։ Էստաֆետան մեկից հանձնվեց մյուսին։ Բայց հիմա եկեք վերլուծենք, մենք ընտրեցինք վարչապետ, ժողովուրդը ընտրեց վարչապետ, ոչ։ Ընտրեցին վարչապետ այդ օրվա ովքեր որ իշխանության եւ ազգային ժողովի մեջ էին, իրանք ընտրեցին վարչապետ, ժողովուրդը չընտրեց։ Ժողովուրդը եկավ կանգնեց դուրսը, բայց ինքը չընտրեց։ Գնացին ներսը օրենքով շարժվեցին, այսինքն ազգային ժողովի նիստ եղավ ու այդ ազգային ժողովով փոխեցին վարչապետին Պողոսինյանին դրեցին Պետրոսին։ Բայց էլ ինչ հեղափոխությունի մասին է խոսքը։ Չէ, այսինքն համաձայն եմ ձեզ, այդ ազգային ժողովում ընտրվեց վարչապետը, բայց այդ հիմնական քաղաքական ուժը, պարոն Ալեքսանյան, ընտրվել էր խորհրդարանական, համամասնական, այսպես ընտրություններում, համապետական, ստացել էր օրինական քվեներ, օրինական մեծամասնություններ կազմել եւ իր մեծամասնությամբ, քվեարկությամբ ազգային ժողովում ընտրել էր իր վարչապետի իր տեխնացուին, տվյալ դեպքում Նիկոլ Փաշինյան։ Դրա համար են ասում, որ մենք ընտրություն, բայց ում եք մերժում այդ ժամանակ։ Նախկիններին։ Որ նախկիններին։ Անուն եք տալիս։ Այսպես Սերժ Սարգսյան, Ռոբերտ Սարգսյանը որ ֆրակցիայի ղեկավարն էր։ Պատիվ ունեմ։ Որ ֆրակցիայի ղեկավարն էր, ով որ ընտրեց։ Ժամանակին թե վերջին այս ընտրությունները ընտրությունը։ 18 թվի ընտրությունները հանրապետական կուսակցության։ Ապրեք։ Ես դրա մասին եմ խոսքը։ Եթե դուք մերժում եք Սերժին, այդ կոչով եք հանդես գալիս, բայց գալիս եք ազգային ժողով, այսինքն եթե ժողովուրդը ընտրել է վարչապետ իր վարչապետին, էլ ինչ ազգային ժողով։ Մոռացել եք էլ ասեցի, որ ժողովուրդը ինքը եթե լավը լիներ, այսպես վիճակ չէ։ Այսինքն կարելի է դրանից գալ, եթե դուք դա եք ուզում ասել իհարկե։ Այսինքն ուրեմն մենք լավը չէինք, որ եթե գտնում եք, որ մեր իրականությունը, մեր քաղաքական դաշտը, իշխող ուժը լավը չի, այսինքն ժողովուրդն էլ ուրեմն լավը չի։ Մենք չենք տերը մեր երկրի, ոչ էլ մենք տերն ենք մեր խոսքի ու գործողության։ Քայլ արա մերժիր Սերժին։ Բոլորը քայլ արեցին։ Բայց մերժեցին, չմերժեցին։ Բայց ինչի մերժեին։ Իրանք շատ լավ հասարակությունը ինձ թվում է չէր մոռացել բանը մարտի 1-ը։ Դե ըստ էության նախկիններին մերժելով բերեցին Նիկոլ Փաշինյանին։ Բայց Նիկոլ Փաշինյան ամենանախկինն էր։ Դու գտնում եք որ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ չէին Նիկոլ Փաշինյանը, Լևոն Տեր-Պետրոսյանը, Արզումանյանը։ Լևոն Տեր-Պետրոսյանն էլ է հրաժարվում Նիկոլից, ասում է Նիկոլի ժամանակ մենակ Լևոն Տեր-Պետրոսյանը չի հրաժարվում Նիկոլից։ Փոքր աննշան դերակատարություն ա ունեցել։ Ես իրենց քաղաքական լիդերներից մեկի կարծիքը ես այստեղ հնչեցրեց, ասեց նա որոշող չէր այդ ժամանակ։ Չի կարող հրաժարվել Լևոն Տեր-Պետրոսյանը Նիկոլ Փաշինյանից, որովհետև եթե Նիկոլ Փաշինյանը չլինի, ոչ Լևոն Տեր-Պետրոսյանի ծրագրերը կաշխատի, ոչ էլ Սերժ Սարգսյանի ծրագրերը կաշխատի։ Երկուսակցությունը ես հիշում եմ, որ քաղաքով ման էին գալիս 5-6 հոգի մարդիկ էին։ Հետո մի անգամից 50-ից 100,000 հոգի մարդ հավաքվեց։ Չեք մտածում դրա մասին։ Մտածում եմ։ Պարոն Ալեքսանյան, այ ինչ անենք, որ երիտասարդներն ավելի հետաքրքրվեն մեր մշակութային արժեքներով, սիրեն ընթերցելը, միգուցե դա կփոխի որակ, որ ընտրություններում էլ դա որպես նաև հետևանք ընտրություններում էլ ճիշտ ընտրություններ լինեն, իմաստավորված ընտրություններ լինեն, ոչ թե էյֆորիկ, չէ, ինչպես ոմանք են ասում,
այսպես տարերայինորեն ընդամենը նախկինների մերժելով ինչ գնով է լինի բերեն մեկին, որ ինչպես դուք ասեցիք նախկիններից էլ նախկինը նայեք տեսեք աշանգլուխը։ Ուրեմն մենք ոչ մեկին պետք չենք։ Հայաստանի ժողովուրդը հասարակությունը մարդը Հայաստանում բնակվող կապ չունի ինչ ազգի է պատկանելությունը ոչ մեկին հետաքրքիր չեն հետաքրքիր է քո տարածքը աշխարհում հիմի գնում է ռեսուրսների պատերազմը այսինքն եթե դու ռեսուրսներով կարաս ապահովես Պողոսը կարա գաստեղ դիրքավորվի որ ստեղից խփի Պետրոսին քեզ դրա համար ենք պահում դու պետք չես իրանց այսինքն մենք կներեք ստեղ ինչ էլ անենք ինչ հզոր արժե համակարգայի ուզում էի ձեզ ասել միգուցե որքանի որ համախմբված չենք հիշում եք եթերից առաջ խոսում ենք չէ դրա մասին որ մենք մեզ չենք սիրում երբ դուք շատ լավ օրինակ բերեցիք ու շատ ցավալիորեն տիպիկ օրինակ բերեցիք որ այ 3 հայ էլ հավաքվեն մեր ընկերներից մեկը ասեց որ դե 10 հոգի իրար չեն դե ինչ դուք ասեցիք շատ դիպուկ ինչ 10 հոգի 3 հոգի էլ լինեն իրար միսկ ուտեն այո բայց եթե այդ աստիճան վատ վիճակը այդ աստիճանի ենք հասել եւ եթե ուզեցի ասել ազգային գաղափարախոսություն եթե լինի հիշում եք գուցե ազգային գաղափարախոսություն այսինքն որն է դեղատոմսը ասեմ որն է դեղատոմսը շատ հետաքրքիր հարց եք տալիս ես պատասխանեմ այդ հարցին ուրեմն դուք ասում եք եթերից դուրս մենք խոսեցինք 10 հոգի 3 հոգի եւ այլն չէ այո հիմա նայեք տեսեք ինչա կատարվում ինչի այդ տեսակ ստացվեց որ հայերը հայ հասարակությունը հասանք այս վիճակին, որովհետև դու Երևանցի ես, ես Արթիկցի եմ, ինքը Կիրովականից է, այն մեկը Լեննականից է, այնի Ղարաբաղցի է, հասկանում եք, ոնց են բաժանել ձեզ, մեզ ոնց են բաժանել ի սկզբանե, Էրզրումցիա, աղբարա, սպյուրկահայա, Ղարաբաղցիա, չէ, ասեցիք ներողություն։ Դուք հասկանում եք, սկսեցին պոչ կպցնելը, ամենտեղ պոչ կպցրեցին ու բաժանեցին։ Դու Ղարաբաղցի ես, դու Ղարաբաղցիների հետ գնա քո ճաշը փիկեր։ Դու Գյումրեցի ես, գնա քո ճաշը ստեղ է փիկեր։ Դու սպյուրկահայը ստեղ էպիկեր իո այդ մի բառը ոնց գողացան որ ոչ մեկը ստեղյակ չեղանք 3 տարը ընդամենը ընդամենը 3 տար հայ կապ չունի սպյուրկահայ ես ռուսահայ ես եվրոպա ես ամերիկա հայ ես Ղարաբաղցի ես Լեննականցի ես Կիրովականցի ես Էրզրումցի ես Ղարսեցի ես Եվ այլն։ Դա դարերի աշխատանք էր հայ ժողովրդի գլխին, հայ հասարակության գլխին, որ մարդիկ, եթե 20 թվականի հունիսի 14-15 լավ չեմ հիշում, Սարդարաբադից իմ ելույթը, կոչ համայն հայությանը լսեք, ես ընդեղ շեշտել եմ դրա մասին, ես ասել եմ դրա մասին խոսել եմ, Իդեպ կներեք, ես որ լսեցի այդ խոսքը, երևի թե այո, ես էլ իմ սխալը գուցե խոստովանեմ կամ չէի մտածում որ այսպես բաներ են լինելու հետո, որովհետև ես ձեր խոսքը լսեցի ինչ որ մի դող անցավ միջով, բայց չմտածեցի որ այն ինչի մասին որ դուք խոսում եք, դա ցավալի իրականություն, իրողություն պետք է դա։ Դե այն ինչին ես ականատես եմ եղել երկրաշարժին, երբ որ շներիկերը բաճառում էին իմ ու քո վրա։ Ես դրա մասին եմ խոսել։ Ես խոսել եմ օտարերկրյա գործակալների մասին, ովքեր որ թալանում են երկիրը, հայոց աշխարհը։ Ես խոսում եմ նրա մասին, որ եթե դու Պողոսը Պետրոսը Մարտիրոսը, էսի բանում ջերմուկում էս քո անտառնա դու սեփականացրել ես, էսի հանքային ջրով այնտեղ Արցախում այս ոսկու հանքը կոննա, բանում Լեննականում կոմբինատն ու չգիտեմ ինչը կոննա,
մի րոպե ներողություն, բա իմ հայրենիքի հողն ու ջուրը ո՞րն է, որ ես պետք է պաշտպանեմ, որ ես դրա համար պետքա կռիվ տամ։ Ինձ այդ հարցը տվել է մի հատ երեխա, որը որ պատրաստում էր գնալ ծառայության։ Ասում է, պարոն Ալեքսանյան, ամբողջը սեփականաշնորհված է, ես ում հողն ու ջուրն եմ գնում պաշտպանեմ։ Արայիկ Հարությունյանի, Բակո Սահակյանի, Պողոսյան Պետրոսի, եւ այլն, եւ այլն, եւ այլն, եւ այլն։ Ամեն դեպքում իրեն գնացին հայրենիքը պաշտպանելու, պարոն Ալեքսանյան։ Ո՞րն է հայրենիքը, ո՞րն է բաբո մեր հայրենիք, Շիրազը կասել։ Ո՞րն է բաբո մեր հայրենիք։ Նրանք հայրենիքի ով էլ որ լինի, թեկուզ ամենալավագույն, ես այսպես եմ հասկանում, ամենալավագույն իշխանն էլ կամ չգիտեմ ինչ է, նրանք ժամանակավոր տերերն են, որտեղ միշտ չի կարող, չէ՞ մի ղեկավար իշխել։ Պիտի հեռանա ինչ-որ ժամանակ, բայց հայրենիքը կմնա։ Հայրենիքը կմնա, բայց ինքը այդ ունի սեփականաշնորհման թերթիկի վկայական, սեփականության վկայական ունի։ Ինքը գնաց իր տղեն ու թորն են տերը լինելու։ Միգուցե ոչ։ Ես չգիտեմ, չեմ կարող ասեմ։ Եղանակ կփոխվի։ Ես կապ չունի ինչ էլ փոխվի։ Օրենքով թուղթ բարաթով մի բան չի։ Բարաթով, այո։ Շո բարաթը ունի ինքը։ Ինքը բարաթն ունի, իր թորն ունի բարաթը։ Ինչի մասին է խոսքը։ Ուզում ասել, դե եթե անարդար լինի, անարդար կառավարի այդ տարածքը, այ դուք ինչպես օրինակը բերեցիք, սա Բակոյինն էր, սա Մյուսինն էր, սա Պողոսինն էր, սա այսօրվա իշխանությունը, մեկը ինչ որ ժամանակ գալու է, եթե կառավարումը ձեռնտու չլինի, բազմացին, ձայն բազմացին, այսպես ասած, ձայն բազմացը ժողովուրդը կփոխի իրավիճակը։ Երևի թե իսկ հայրենիքը հավերժական հասկացողություն է։ Դուք չեք գնացել պաշտպանելու, խոնարհվում եմ նաև ձեր մարտական ուղու արչև դուք կուզենայի մի քիչ էլ խոսեք ձեր ջոկատի գործունեության մասին։ Չէ, խոսելու վաղ ժամանակը անցել է ջոկատից, պատերազմի այդ խոսելու բաները սաղ անցել է։ Ես ուզում եմ անդրադառնամ հետ գամ նորից ձեր հարցին, որպես արվեստ ինչով պետքա անը, ինչ պետքա անի արվեստագետը, ինչով պետքա նեցուկ լինի։ Ես նորից պետքա կրկնեմ Գարեգին Նժդեի խոսքերը, որ պետքա զբաղվել հասարակության վերադաստիարակմամբ։ Միայն պետքա զբաղվել դրանով։ Նայեք, տեսեք, շատ ծրագիր գաղափարախոսություն պետք չի մշակել։ Ամեն ինչ կա մշակված, ամեն ինչ մշակված չպիտի լինի, ամեն ինչ կա մշակված։ Դա լինի արդեն անառարկելի, անբեկանելի բոլորի համար։ Հանրության, ողջ հանրության համար, ոչ թե ասենք։ Նայեք, տեսեք, օրինակ ես ձեզ ասեմ, օրինակի համար, տեսեք, մենք բան ենք անում, կոմունիստական կուսակցությանը անուն ենք կպցնում եւ ահա հիմա չէ, առաջ են կպցնում։ Չկա տենց կուսակցություն, չկա տենց կազմակերպություն, չկա տենց մարդ, չկա տենց երկիր, չկա տենց պետություն, որ սխալական չլինի։ Բայց կոմունիստական կուսակցության ուսումնական ծրագրերը իրանց դաստիարակությունը անհատի մարդու հանդեպ երեխայի հանդեպ դա ամենավիշի պիլոտաժն էր տենց ռուսերեն ասեմ կազարներով այստեղ լրիվ համաձայն եմ ձեզ այդ կրթական համակարգը անգերազանցելի հզորագույն համակարգ է այդ տեսակ խնդրեմ բերեք վերցրեք էսի կոմունիստներից այն բանը հիշեցրեցիք ինձ 60-ականներին կներեք ամերիկյան կառավարությունը նույնիսկ սոս էր տագնապ էր հնչեցնում որ սովետական կրթական համակարգը տվել անցել է պիտի զգուշանալ պիտի մեր կրթական համակարգը այնպես վերափոխել որ կարողանանք մրցակցել մրցունակ լինենք թե չէ սովետը մեր հերը կանիցի պատկերացրեք որ կոմունիստներից վերցրեցին կրթական համակարգը կապիտալիզմից վերցրեցինք ինչ-որ մի բան, սոցիալիզմից էլի վերցրեցինք ինչ-որ մի բան, դո չգիտեմ, ես շատ ժամանակ առաջ էր, որ մի հատ ֆիլմ կար Կադաֆիի մասին, այդ ֆիլմն էի նայում, այ մարդ, այդ ֆիլմը նայելուց հետո ես գրեցի, միթե Կադաֆին հայ է, որ մտածել է իր ազգի, իր ժողովրդի, իր հասարակության մասին է մտածել։ Ուսումը ձրի, բժշկությունը ձրի, ուսուցիչների աշխատավարձը $1000 այն ժամանակ պակաս չի եղել։
բժիշկներին բարձր աշխատավարձ է եղել, նոր ամուսնացած զույգերին ահռելի գումար է տվել, տուն են տվել, բիզնես սկսելու համար $20,000 սկզբնական շրջանում փող են տվել, ու բոլորը առանց ոչ մի տոկոս, ոչ մի բան ընդհանուր մարդուն օգնելու, որպեսզի իր ազգը կայանա, իր ազգը շարունակվի, իր լեզուն պահպանվի, ու դա դուր չեկավ, նույն ամերիկացիներին դուր չեկավ։ Եվ թույլ տամ ասել նաև, ինչպես դուք նշեցիք Նժդեհի մարգարեական խոսքեր, ապերախտ գուցե այն ժողովրդին, բայց եթե այդ ապերախտ ժողովուրդը չլիներ հարց ձեզ հարգանքով ամենայն, բայց եթե այդ ապերախտ ժողովուրդը չտապալեր կատավեին, Ամերիկանում ում շուններ կներեք, էլի որ կար տապա, հենց մենակ գող երկրում, չէ։ Մանու ջան, հենց խնդիրը դրանում է, որ էլի հետ գամ ես իմ ելույթին, ես ընդդեմ նշում էի, օտար երկրյա գործակալների մասին էի խոսում։ Այսինքն ինչի մասին է խոսքը, երբ որ մենք այդ 44 օրյա պատերազմում էլ տեսանք, որ մարդիկ $300 սպաները ինչ են ծառայել են բանին, թուրքերին ու ադրբեջանցիներին։ $300 համար գաղտնիքներն ես հայտնել։ Եվ այլն, ինչի մասին է խոսքը։ Ես մի հատ բան եմ ուզում ընթերցեմ։ Ուրեմն պատկերացրեք, այս նույն իրավիճակը եղել է Նարեկացու ժամանակ։ Գրիգոր Նարեկացին իր մատյան ողբերգության մեջ ես էջը չեմ հիշում, բայց խոսք Աստծո հետ սրտի խոսքից սենց է գալիս։ Միտք հանրախորուրդ, բերան չարախոս, տարպահայաց աչք ականջ թյուրավոր, տարացիր հոգի, վաճառված աղանդ, անպատրաստ մարտիկ, նենգավոր սպա, անխունք քահանա, կշտամված դպիր, ցնդած իմաստակ, բրիչ արտասան, լպիրշ կերպարանք ու անպատկար դեմք, զեղ վաճառական, շվայտ շահարար, արփշիր պաշտոնյա, խարդախ գանձապետ, բանսարկու դեսպան, խտրող դատավոր, կայսեր հոգեկործան, Գրիգոր Նարեկացի, իխորոց սրտի խոսք Աստծո հետ։ Մարգարեական է ասել։ Դժբախտաբար մարգարեական։ Այն ժամանակ բարքերն էլ են եղել այս կարգի։ Ասելիքս որն է, որ ժամանակները, բոլոր ժամանակներում էլ լինում են այդ տեսակ բաներ։ Այստեղ խոսքը նաև աղանդների մասին է, որովհետև այդ աղանդները շատ օգնեցին նաև այդ իշխանապողությանը։ Հա, այդ աղանդների վիճակը սարսափելի է։ Էլի շատ ցավոտ տեղի եկակ, որովհետև ես որ դուրս եմ գալիս, ես կենտրոնաբնակ եմ, օպերայի միջավայր շրջապատում եմ, շրջակայքում եմ ապրում։ Ես որ իջնում եմ, տեսնում եմ այդ Եհովայի վկաները արդեն բաց պիտի ասել, ինչ որ բան կա, այստեղ ինչ որ կողմնակալություն թող լինի անգամ։ Այդ Եհովայի վկաներից ստենդերը դրած, ազատ, ժպիտները դեմքին լկտի, այն հուդայի ժպիտները դեմքին քարոզում են, եւ դա թողտվությամբ համապատասխան, այստեղ ես արդեն դառնում եմ, չգիտեմ, ես իմ ամբողջ հեղափոխական խռովարար ինչ ուզում եք կոչել։ Այս սա ազգային դավաճանություն է։ Ինչ կարծիք եք։ Այո, լրիվ համաձայն եմ։ Բա ուր առաքելական։ Եթե մենք մտավոր զբաղմունքի տեր մարդիկ ենք եւ այսպես ասած այս ազգի մտավորական ենք, դրա մասին ինչու պիտի չխոսենք, պարոն Ալեքս, ինչու պիտի չբարձրաձայնենք։ Եթե դա աղետ է, ինչու պիտի, եթե վիրաբույժը կներեք, չի ասում, չի միջամտում, վիրաբուժական միջամտություն չի կատարում հիվանդին, որպեսզի հիվանդին չփրկի, բա էլ ուր մնաց նրա վիրաբույժ լինելու առաքելությունը, չէ՞, դա էլ հոգևոր վիրաբուժություն է։ Եթե մենք չվիրահատենք այսպես հիվանդոտ օրգանը, հիվանդոտ մարմինը եւ դուրս չնետենք մեր մարմնից, մեր մարմինը կկործանվի, պարոն Ալեքսան։ Ցավոք սրտի, այդ տեսեք ասում եք, ինչի չենք միավորվում, ինչի բան չենք անում։ Մարդիկ այսօր որկրամոլ են դարձել, էլի։ Իր ոչ մեկ չի մտածում
իր հայենիք, իր հողը ջրի։ Լավերը չվիրավորվեն, բայց մի զգալի մասը այո, որ կրամոլությամբ տարավ։ 88 թվից սկսած ես դրա մասին ասել եմ։ 88 թվականից, երբ որ սովորում, հələ 86 թվականից, երբ որ սովորում եմ ես Մոսկվայում, Վագագնսկի կլադբիշայում, արդեն այն ժամանակ միտինգներ էինք մենք անում։ Հիմել լռենք, եղբայրք հիմել, այսինքն այս ամեն ինչը խմորվում էր, այս հեղափոխությունը եւ այլն եւ այլն։ Այն արդեն ժամանակ եկեղեցին չէր թողնում, որ անկարծ ինչ որ բան աղաններ ներխուժեն։ Մարդիկ կանգնել էին իրանց եկեղեցու տերն էին, իրանց հավատքի տերն էին, իրանց կրոնի տերն էին։ Բայց այսօր որ նայում ես, ինչքան բան կա։ 50-ականներ կան, Եհովահականներ կան, կյանքի խոսք կա, դու այնտեղ չգիտեմ ես ինչքան աղանդ ասես, լցվել է Հայաստան։ Ոնց որ առաջի տպավորության, պարոն Ալեքսանյան, ոնց որ այո, ճիշտ ասեցիք եւ այնպեսի տպավորությունը ոնց որ այնքան շատ հզոր ենք, այնքան շատ ունենք, ամուր ենք, որ դրանց թողել ենք ազատ, ինչ ուզում եք արեք, մեկա, դե մենք մնալու ենք հիմա, չէ՞, բայց արդյոք այդպես է։ Դե այդպես չի, որտեվ այն ռուսերեն այդ բառը բարդակ բառը, այլ բարդակա կոչվում։ Ամենաթողություն, այլի ամենաթողությունը սկսվեց խորհրդային միության կործանումից հետո սկսեց ամենաթողությունը Հայաստանում այդ ժամանակ այդ տարիներին Հայաստանը թերևս ապրեց իր ոսկե դարը ստեղծելով ինքը բազմաթիվ արդյունաբերական գործարաններ ստեղծելով գիտություն եւ այլն աստղադիտարան բան մշակույթ կինո թատրոնը բան ատոմային կայան եւ այլն այդքանը դուք հասկանում եք դա վերացնել է ինչ սարսափելի բան է ինչքան պետքա չսիրես քո երկիրը, քո հողն ու ջուրը։ Ես դրա մասին եմ շատ մտածում, պարոն, մեկ ինձ թվում է, որ այդ 30-35 տարի մենք այդ եղած այդ ժամանակների անընդհատ մսխում, անխնա, բայց հələ չենք սպառվում, փառք ասում։ Մի կողմից էլ լավն եմ տեսնում, ինչ կարծիք։ Նայեք, տեսեք, երևի շատ ունենք։ Չգիտեմ, շատ ինչ ունենք շատ։ Երևի մեր ազգային դիմադրողականությունն է շատ հզոր։ Երևի թե այդ ոսկե դարում այդ ստեղծածն է շատ, այնքան շատ ենք ստեղծել, որ ինչքան էլ անխնա եւ անուշադիր ենք մեր իրական արժեքների նկատմամբ, բայց այդ արժեքները էլի չեն սպառվում, չեն վերջանում։ Մեր պետությունը էլի փառք Աստծո չի վերջանում, չնայած իհարկե դժբախտ կորուստներ ունեցանք, Աստված տա վերականգնելի կորուստներ լինեն Արցախը եւ այլն։ Հեսա երկու բան կարդամ, ինձ թվում է ձեր հարցի պատասխանը դուք կգտնեք այդ տողերում։ Տեր փնտրող ժողովուրդը միշտ էլ մնալու է ծառա։ Ուինստոն Չերչիլ։ Պատերազմը սարսափելի է, բայց ստրգությունը ավելի վատ է։ Ցանկացած պետությանը տիրելու համար անհրաժեշտ է փոքրաթիվ դավաճաններ եւ բազմաթիվ հիմարներ Տեր փնտրող ժողովուրդը միշտ էլ մնալու է ծառա եւ հետեւյալ խոսքը սա գիտեք ինչ սա պատասխանն է նաեւ այն ամեն ինչի ինչ որ կատարվում է կարամ ասեմ դարը շարունակ Բայց սա ասել է Ռեջեփ Թայիփ Էրդողանն ասել է այս խոսքերը 20 թվականին ասում է դուք հայերդ 1915 թվականի թուրքական սրի վրա մնացած մսի մնացորդ եք ձեզ վերջնական պետք է ոչնչացնել Ռեջեփ Թայիփ Էրդողան 2020 թվական խնդրեմ Երևի դες մեծ ահուկաբար էլ դեր այդ սրի վրա այդ մնացորդին չի վերացնում, բայց երբ է վերացնելու, երբ է ուզում վերացնի։ Սրիկան վերացնելը դուք մի պատկերացեք վերացնելը ֆիզիկապես։ Մեկը տես պատկերացեք։ Շատ հավակնոտ է, չէ՞։ Մի պատկերացեք վերացնելը, երբ որ քո մշակույթը լեզուն, քո այդ ամեն ինչն են վերացնում։ Դու ինստինկտիվ դու արդեն վերանում ես։
Չէ ֆիզիկական վերացումը ռուսերեն լավ բան կար է, Չեխովի կարծեմ գործերից էր, Человек в футляре, բանը թե շինելներ կարծեմ, շինելներ։ Այն շինելը մաշվապ գնաց։ Եթե նորը կառնի, նորը կհակնի։ Բայց հոգու մասին ասած։ Բայց գուցե այդ լավի շնորհիվ մենք չենք վերանում, այո, եթե լավ մարդիկ կան, ձերպես էլի թույլ տվեք հաջողություն։ Չէ, մի հատ ուրիշ բան կա, ազգայինորեն մտածող մարդիկ։ Ուրիշ խնդիր էլ կա, որը որ եթե թույլ կտակ կարդամ, իհարկե։ Եվ նարեկացին այժմ մեզ նման ողբում էր, ինչպես նարեկա վանքում, ճենճերում էր խիղճն այժմ իր հայկյան, ասես մտքում, էլ չեր խաչակնքում, հայոց աղաղակն, հայքի նոր տեգը, մռուն չեր դառնում մի նոր խոլական, այս է մարդկային մեղքերի մեղքը, մեղքերի մեղքը ցեղն ազգ է լլկում, միտե քնած Աստված երկնքում, ով Տեր արխաչս, սուրդ իր իմ բազգին, մեզ այս դժողքից ողջ առողջ հանիր, փրկե այս վառվող սուրբ տաճար ազգին, եւ դարեր խապված, դարերով զարգված, նոր են բռնցվում լեռներում մեր լուրջ, ես որթե կորույս, բայց հույսով փրկված, ես մի հայր, մի հայ ժողովուրդ։ Այ, սա պետքա հասկանա մարդը, որ ինքը ամբողջ աշխարհը չնշեմ ազգությունները, բոլորը իրենց համարում են Աստծո ընտրյալներ, ընտրյալ ժողովուրդ են համարում իրենց։ Նույնիսկ են աֆրիկյան ցեղեր, հա։ Բոլորը իրենց համարում են Աստծո ընտրյալ ժողովուրդ, բայց կա մի փաստ, որ Եփրատ եւ Տիգրիս գետերի արանքում այսպես պատմությունով նայում ես, որ այդ գետը մեկը վերև է ասում, մեկը ներքև է ասում, այդ գետերի արանքում շատ երկիր, բա։ Ու մարդկությունը եկել այստեղ իջել է, ինչ որ մեկը, ստից մտել է այստեղ։ Այ մարդ։ Այդ ինչա ոնց է լինում դա տենց։ Հա, բանից ի վերուստ ընտրվեց այս ազգը։ Իրան տրվեց, բայց ինքը քեզ ստեղծեց տվեց, ու ասեց, որ դու իմ ընտրյալ ժողովուրդն ես, բայց ես քեզ չընտրեցի նրա համար, որպեսզի դու որպես իմ պատկերով ստեղծված քեզ տվեցի խելք բանականություն, նրա համար չտվեցի, որպեսզի անպետ բորբոսնիկով մեջ։ Պետք է դա օգտագործես։ Պետք է դրան տիրություն անես։ Պետք է հասկանաս, պետք է զգաս, պետք է տեսնես, պետք է հետս շփվես, պետք է կարողանաս հետս խոսել, որ ես կարողանամ քեզ օգնել։ Բայց երբ դու առաջարկում ես քո երկրում ապրող մարդուն, որը որ խոսում է աստվածային լեզվով, բայրեններ չի ասել, երբ որ ես ասում եմ շփվում եմ Աստծո հետ խոսելու լեզուն հայերենն է։ Աստծո հետ խոսելու լեզուն հայերենն է։ Այո։ Այդ լեզվով պետք է խոսել, պետք է լսել ոչ թե մենակ լսել, այլ ընկալել։ Լսածը հասկանալ։ Հասկանալ, որ Աստծո լեզուն հայերենն է, պետք է այդ մարդիկ պետք է հասկանան, թե դու ինչ ես ասում, ես ինչ եմ ասում։ Շատ բան հիշեցիք, որն պարզվեց մի քիչ նույնիսկ ամաչեցի, գիտեք, պարզվեց, որ մեր այսօրվա խոսակցությունը ավելի շատ անկեղծ երկու մարդկանց զրույց է ստացվում եւ դրա համար շատ ուրախ եմ, որ պարզվում է, որ երևի դրսի մարդիկ, օտար երկրացիները երևի թե մեզ ավելի շատ դեպքերում գոնե ավելի շատ արժևորել գիտեն, քան թե մենք ինքներս մեզ։ Իսկ մենք ինքներս մեզ ավելի շատ հաջողում է մեզ գցել, մեզ պարակտել, մեզ փնովել, հա? Երևի այդպես է։ Հա, այդպես է։ Բայց մի կողմից էլ եկեք գանք լավին, ախր դուրս ես գալիս փողոց լավն էլ կա, այս լավ ջահելությունը, այն լավ դրսևորումները։ Տեսեք, անգամ իշխանություններն ասում են, այ կոռուպցիան ենք հաղթահարում, այլ ապահովագրական առողջապահական համակարգ ենք մտցնում, այլ զինված ուժերն ենք ամրապնդում։ Միգուցե փորձենք լավն էլ տեսնել, որ մենք լավը տեսնենք, էլի լավը տեսնենք, որ մենք վատը չենք տեսնում։ Մենք լավը տեսնելով ենք դա ասում, որ սա վատ է։
առանց լավը տեսնելու ոնց կարամ ասեմ որ էսի վատ է կամ վատը տեսնելով ասեմ էսի լավ է մեկ պիտի մեկը տեսնեմ որ մյուսի մասին խոսեմ էլի Ետես ինչ կա ընդհանրապես ես բան չունեմ ասելու որ սերունդները մեր երիտասարդ սերունդները լավն են ուղղակի իրանց շեղելը շատ բան է հեշտ է իրանց շեղելը որովհետև իրանք դեռ լրիվ ձևավորված չի իրանց ուղեղը Բադ բանը միշտ լավ են շուտ են ընդօրինակում Այո, այդ է շատ ճիշտ ասում վատը ավելի շուտ է ընկալվում գայթակղիչ է ընկալելի եւ ընդօրինակելի է իսկ լավը ինքը պահանջում է դժվարություն ճանապարհ պահանջում դաժան ճանապարհ բարդ ճանապարհ պետք է անցնես որպեսզի գաս հասնես այդ լավին ես պետք է ասեմ որ նայեք տեսեք գոյություն ունի երրորդ աչք հասկացողություն այդ երրորդ աչք հասկացողությունը տրվում է մարդկանց ովքեր որ բարձրալի հետ ազնիվ են ովքեր որ դատարկ սապորին նման են այդպես ասեմ իրանք պետք է դատարկ լինեն որպեսզի Տերը նորից լցնի իրանց մեջ պետք է կարողանան մարդը ել եմ կրկնում Աստվածային բանականությունը տրված է նրա համար որ անպետք չբորբոսնի մեջ թթու չդնես քո մեջ էլի դա որ կարողանաս դա աշխատացնես դա կարողանաս ծառայեցնես այն ամեն ինչին ինչ որ քեզ ի վերուս տրված է այսինքն լեզուդ աչքերը դա կանջատ բան եւ այլն ու կարողանաս մարդկանց հասցնել բացատրել բայց այդ մարդիկը դիմաց այդ մարդն էլ պետք է հասկանա որ դու Եթե այդ ճանապարհը անցել ես գիշերով ինքը ցերեկով անցել դու գիշերով ես անցել արդեն մի քանի անգամ ինքը պետք է ասել մի վարքան էլի բայց ո՞նց կարող է այդպես լինի եթե այս մարդը այս ճամբ Էլի պետք է կրկնվեմ երևի թե այս կյանքը չոպով ծածկած չի էլի ու այս կյանքը որ տրված է մարդուն Կարամ ասեմ դա փորձնական ժամանակահատված է մարդու համար Ձուկ ես պահում ակվարիումի ես ձուկ եմ պահում օրինակի համար ձուկ եմ պահում կերակրում եմ այդ ձկներին պետք է այդ ժամանակ ունես մանանա եմ լցնում պետք է այդ ժամանակ չգիտեմ ուրիշ բան եմ գցում հետո որ պետք է լինի որ շատ ջղայնացնենք կարտը կառեմ Կերը կկապեմ, սենց կգցեմ, կքաշեմ, կբռնեմ, կհանեմ։ Այսինքն իմ ակվարիումն է, ես սարքել եմ, տիրություն եմ անում, կերակրում եմ եւ ստեղծեց, չէ, ասեց գնացեք, ապրեք, ես էլ ձեզ կենթանիներ, ես էլ քեզ ամեն ինչ, գնա ապրի դրախտում։ Բայց չլսեցին, մարդիկ չուզեցան դրախտում ապրեն։ Հիմա նույն բանն է, չեն ուզում դրախտում ապրեն։ Մարդիկ ուզում են, եթե Մակեդոնացին ոնց ասեց եկա տեսա տիրեցի ինձ ասեց ձեռքերս ասեց բաց կթաղեք որ ասեց տեսնեն որ ես իմ հետ ոչինչ չեմ տանում ասեց ունեցածս ոսկիները ասեց կփռեք ճանապարհին ու դրա վրայով կտանեք որ հասարակությունը տեսնի որ ես դրա վրա բելի ոչինչ չեմ տանում ինձ ուղղակի այդ մարդիկ այդ տեսեք ոնց են իր վրայով քայլում եւ ասում անպատճառ թող ինձ հուղարկավորեն աշխարհի ամենալավ բժիշկները որ տեսնեն որ բժշկությունն էլ անօգուտ անզոր գտնվեցավ մահուդեմ այնպես որ մարդիկ ասում է աշխատեք ոսկե անուն թողնել այս երկրի վրա հիմա նույն բանն է աշխատեք մարդիկ այդ Պարոն Ալեքսանյան կներեք ինչ բան է հայրենիքը ըստ ձեզ այ բոլորս նաև այստեղ էլ երևի ինչ որ մի կեղծիք կա կամ կեղծիքի եւ անկեղծության սահմանակից այ շատ ենք չէ սիրում ասենք հայկական օջախներում չեմ ասում ձեզ դուք այդ տեսակը չեք դուք այդ հայու տեսակը չեք վստահ եմ դրանում նույնիսկ
Այսքանով ձեզ ճանաչել, հայրենիքի կենացը, Մասիսի կենացը, Արարատի կենացը, ես մեր ազգի ցավը տանեմ, ես մեր կռվող լավ տղերքի ցավը տանեմ, չգիտեմ, ցավը տանեմ, բայց մեկ էլ տեսնում ես այդ մարդիկ այդքան էլ մեղմ ասած հայրենիքի ոչ միայն ցավը չեն տանում, այլև հայրենիքի ցավին ցավ են ավելացնում, շատ դրանցից շատերը, որն է իրական հայրենասիրության չափանիշը ըստ ձեզ։ Եվ վերջում կներեք ամփոփելով արդեն այսօրվա մեր հրաշալի հանդիպումը հուսով եմ էլի հանդիպումներ կլինեն ձեզ մի այսպես ակնարկել անեմ մենք մեդիա համակարգում ունենք նաև երիտասարդական հաղորդաշար երիտասարդներն էլ ձեզ կհրավիրեմ ես վստահ եմ նրանց շատ հարկավոր կլինեն ձեր արժեքավոր մտքերն ու խորհուրդները Եթե այսպես փորձեք նաև դրանից այս հարցին պատասխանելուց հետո փորձեք կետավորված ձևով ամփոփել այս զրույցը ինչա մեզ պետք ինչ անել Ակամայից հիշեցի մի անեկդոտ համեցեք Ուրեմն ամերիկացին ռուսը եւ երկու հայ դրնում են լուսին այո ամերիկացին ասում է լուսինը մերն ասա մեր հայրենիքն է ռուսն ասում է ո՞նց է ձերը Սասում մեր հայրենիքն ասում է ռուսական դրոշները նայեք տեսեք սավաղուց մերն է Այս հայը երկու հայ են չէ դրել այո Այս մի հայը հանում ատրճանակը այս մի հային տեղում գյուլում է ասում է սխալվում եք ասում է այստեղ հայ արյուն է թափվել սա մերն է հայրենիք սա մեր հայրենիքն է Բարձ ասեցի անեկդոտը այո Ինձ թվում է շատ հետաքրքիր դիպուկ հայրենիք հայրենիքի համար երբ որ Գարեգին Նժդեն վերցնում է հողը ու ինքը լացում է այդ հողը լցնելով թաշկինակի մեջ փակելով դա այն հողն անզուգական եք ուղղակի ոչ թե խաղում եք այլ ուղղակի վերամարմնավորում եք ապրում եք դա արունով ներծծված այդ հողներ այդ հայրենիքի այդ 15 թիվներ, այդ 88 թիվներ, այդ 44 օրյա պատերազմներ, 1826 թիվներ, եւ այլն, այդ բոլոր ջարդերն ու ուսումգայիթներ, այդ ամեն ինչը մեջներ, այդ այն արունոտ հողներ, այն հողն է, որի համար արուն էր թափվել, որի այդ սահմանները գծվել էր այդ արամբ, ինքը դրամ հենց այնպես չէր նժդեհը այդ հողը վերցնում, փաթաթում ու լացում։ Ահա նժդեհը խիա լացում, ավա տենց մարդը կլացի։ Ինքը ինչի համար է լացում, ինքը դրա համար է լացում։ Գիտա արյուններ իր եղբայրների, իր քույրերի, իր հարազատության, իր այդ ամեն ինչ ինքը ողբում էր որ ասում է հայերը ինձ մեղադրում են, որ իմ ոտքի տակի հողը հայկական է։ Եվ ինչ անել, որ մենք պահպանենք եղածը, գոնե եղածը չկորցնենք, որ դժվար հարց եք հետո մտածենք կորուստները վերականգնենք։ Գիտեք ինչ կա, դժվար հարց եք տալիս։ Էլի եմ կրկնում, ինչ անելը շատ բարդ հարց է, բայց այն ազգանյական ուժը Այն գաղափարախոսությունը, որ գրում են այդ անձիկ, ովքեր որ այս ընտրություններին պետք է մասնակցեն, իրանք ունեն գաղափարախոսություն, ինչպես անել, որպեսզի բանից հիվանդանություն որ տան, վերակենդանացնեն, որ հասարակությանը, հայ հասարակությանը վերակենդանացման բաժնից գոնե դուրս բերեն։ Հələ վերակենդանաց։ Տեղափոխեն պալատ գոնե, հա։ Հա, գոնե պալատ տեղափոխելու արդեն այնտեղ հեշտ է։ Վերակենդանացման բաժին չգիտես, այդ հիվանդը կապրի թե կմեռնի։ Իսկ որ վերակենդանացման բաժնից հանես բերես պալատում էլ արդեն որ սկսես մանուկը գնա գա տեսակցության, Պողոսը գնա գա եւ այլն Միգուցե այս մարդը սկսի շնչելը, այս հոգին, այս ազնավոր, ամենադաժան, ամենասարսափելի բանը դա նախանձն է։
հայերի նախանձը մեկի հանդեպ հայերի օրինակ տեսեք ինչ են ասում լավ են անում ախպեր Նիկոլը սենց արեց կպականները սենց արեցին եթե ես առաջ ասում եի խիա բայց ինչ են անում բայց չէ որ դա լավ չի օրինակ եմ ասում էլի բայց այսօր ես լրիվ ուրիշ տեսակի եմ մտածում ժողովրդական լեզվով եմ մտածում չտվող չկա կա լավ ուզող Մանուկ ջան լավ ուզեց դա ուրեմն ես հիշում եմ խորհրդային հələ Ելցինը որ նոր եկել էր ինքը մի հատ խորհրդական ուներ Գյորգի Սատարով էր անուն ազգանունը Գյորգի Սատարովին հարց տվեցին էլի բայց ինչի էս կարգի էս վիճակի մեջ էլի գիտեք ինչ պատասխանեց ասեց ով հարց ունի նա է փեսա ամբողջ մի ռուս ժողովրդի ինքը անվանեց հարց ով հարց ունի նա է փեսա իսկ հայերեն թարգմանվում է չտվող չկա կա լավ ուսող Միգուցե այս իմաստուն եւ մի քիչ էլ այսպես իմաստուն հումորախառն այսպես նոտայի вրա եթե թույլ տաք Ռուսերեն պետք է ասեմ ասում եք каждой шутке есть доля шутки Ես կասեի այս տատակի մեջ շատ մեծ ճշմարտություն կա եւ շատ մեծ խորհուրդ Ուրեմն շատ ուզենք լավը, այո, պարոն Ալեքսանյան ջան, պիտի շատ ուզենք, շատ ցանկանանք, որ լավ լինի եւ ոչ միայն ցանկանանք, այլև պիտի գործեր անենք, որ լավ լինի, որովհետեւ աշխարհը, երկիրը, պետությունը, պետականությունը դա պարզապես բարի ցանկությունների բյուրո չի, որ ուղղակի նստենք, կենացներ ասենք եւ ինչպես ասեցի, չէ, ազգի կենացը խմենք, հայրենիքի կենացը խմենք, արևմտյան Հայաստանի կենացը խմենք, Արցախի կենացը խմենք, բայց մեկ էլ տեսնենք, որ եղածն էլ են կորցնում։ Մեկ էլ տեսնենք, որ Երևանը արդեն անգամ վտանգի տակ է։ Կներեք, բայց պետք է ասեմ, ես ել եմ գրգռվում Եթե իմ բոլոր հարցազրույցները լսեք, ես միշտ ել եմ ասում 88 թվից մինչև այսօր ես ասել եմ, որ գալու են ձեր ննջարանի դուռը խփեն, որովհետև 15 թվի սրերի վրայի հայերի մնացած մսի կտորները դեռ չեն չորացել այդ թրերի վրա և հազար ներողություն պետք է հիշեմ այդ բանը ֆիլմը Արման Նշանյանի Սողոմոնի երկերը ֆիլմում այն կերպարը որ ես կերտում էի այդ կերպարը շատ հետաքրքիր խոսք էր ասում որ գալիս է մանրանկարչությունը վերցնում է ձեռքը նայում է այս կժերն էլի այս բանը քանդակող նկարող ասում է զգուշ էլի ասում է դա շատ թանկ գործ ասում է ինչա որ ասում է հայկական մանրանկարչությունը ասում է Ես ինչ ասում եմ, դա խզած բզած բաներ են, բայց ասում եմ ձեռիցս ընկավ։ Ու տենց ամբողջ մանրանկարչություն են գնում ձեռքից, բայ, վերջում ելնում կանգնում է վրան ասում է ինչ արժի էս աղբը։ Դուք հայերդ ասում են, երբ պետք է հասկանաք, որ դուք այլևս չկաք։ Որ դուք вас нету, nicht, no, արքանի լեզվով ասում է։ Որ պրծել եք դուք երկված է որ ձեր 15 թվի սրերի վրայի հայկական միսը դեռ չի չորացած այո ուշքի գանք խելքի գանք որ կարողանանք եթե կարանք որ կարողանանք չկործանվել պարոն Ալեքսանյան շնորհակալություն անչափ կարծում եմ որ խնդրեմ կարողացանք միմյանց հասկանալ եւ կարողացանք ձեզ հետ միասին ինչ որ մտքեր արտահայտել որոնց շուրջ մեր ունկնդիրները Ամենայն դեպս հույս ունեմ կմտածեն։ Դա աստված մտածեն, հատա աստված համախմբվեն, որովհետև գիտեք ինչ կա, ել եմ ասում, տեսեք, մի երկու կոպեկի հետևից կնգնեն ու կմոռանան իրականում իրանց հայրենիքը, Հայաստանը, հողն ու ջուրը։ Օրով թիթերի նման բան են դարել, հասարակություն են դարել, օրվա հացով են ապրում, ուրիշ բան չի հետաքրքրում իրենց։ Դա աստված ինչ-որ բան փոխվի։ Դա ասպաս լավ լինի, լավատես լինենք, եկեք միասին լավատես լինենք, շնորհակալություն անչափ և հետագայում նույնպես ձեզ անհամբեր կսպասենք։ Փողին մունատ։
Այո, շնորհակալություն։ Դա ինչ ասենք վերջ, որ նայում ես 4 բոլորը դա է, էլի։ Ինչ ասում են, ասում փողին մունա 10,000 դուր էտամ քեզ ընտրեմ։ Ձայն փախցնելու բանի եկանք, ինչպես կսելի։ Շնորհակալություն շատ, պարոն Ալեքսանյան ջան, ձեզ ամենալավն ու բարին եմ մաղթում։ Շատ շնորհակալ եմ, նմանապես։ Եթերում նորաստեղծ R-Mix News ալիքի ժամանակի ձայնը հաղորդաշարի Անդրանիկ թողարկումն էր եւ մեր առաջին զրուցակիցն էր թատրոնի եւ կինոյի սիրված, շատ սիրված արտիստ, Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը։ Սիրելի բարեկամներ, եթե դժվար չէ, սեղմեք զանգակոճակը եւ բաժանորդագրվեք մեր նորաստեղծ R-Mix News YouTube-յան ալիքին։ Այսօր այսքանը, շնորհակալություն, կհանդիպենք։